LA General ապահովագրական ընկերությունը ընդլայնում է իր ծառայությունների շարքը։ Այսուհետ դիմելով LA General ընկերություն դուք կարող եք ապահովագրել նաև բեռնատար ավտոմեքենաներ, տրակներ, շուկայի ամենացածր գներով։ Ուշադրություն, LA General ընկերությունում ապահովագրված բեռնատար ավտոմեքենաները իրավունք ունեն տեղափոխել իրենց ապրանքատեսակները Միացյալ Նահանգների 48 նահանգներ։ LA General վստահելի ապահովագրական ընկերություն։ Զանգահարեք։ LA General Insurance. Central Optical անունը տնօրինությամբ Լևոն Ավագյանին հայտնի հայ գաղութին Գլենդելի եւ մոտակա շրջաններում ավելի քան 34 տարիներ։ Լևոն Ավագյանը վկայված է Master Optic-ան եւ Կալիֆոռնիա բորդի վկայագրերով։ Նա իր հրաշք ձեռքերով եւ արդիական գործիքներով տեղում է պատրաստում բարձրորակ ակնոցները։ Մենք ունենք ակնոցների ճոխ ընտրանի, որը կգոհացնի յուրաքանչյուր բարձրաճաշակ գնորդի։ Լևոն Ավագյանը նաեւ կոնտակտ լինզերի հիանալի մասնագետ է։ Համեցեք Central Optical։ Հեռախոս 818 240 7772։ Ինչ գեղեցիկ է գույնը ցորենի եւ ինչ անուշ է բուրմունքը հացի։ Շուշան լավաշ մեր ավանդական հաննոհոտ ունեցող հայկական հացը ձեռքով պատրաստված շուշան լավաշ հացը մեր պապերի սիրած հացը։ Բարեկամ, Անահիտ հիմնադրամի նպատակն է Հայաստանում բարելավել ընտանիքների սոցիալական վիճակը, նպաստելու համար ծնունդների աճին։ Հիմնադրամը 2000 թվականից օգնում է Հայաստանի Մարալի քաղաքի հղի կանանց եւ նորածիններին։ Ֆինանսական օժանդակությունը անապահով հայ ընտանիքին քաջալերում է երեխա ունենալ։ 1.5 միլիոն զոհերի դիմաց 1.5 միլիոն երեխայի ծնունդ։ Սա է հիմնադրամի առաքելությունը։ Նվիրատվությունների կամ անձնապես երեխաներին հովանավորելու համար զանգահարել 818 409 0655 համարով։ Մայրերը եւ երեխաները ձեզ են սպասում։ Նորություններ ինշուրանսի ասպարեզում։ 3 մեքենա ինշուրանս ընդամենը $300, տարեկան 5 մեքենա ընդամենը $450, տարեկան։ Հավատացիք։ Հուսով եմ չհավատացիք։ Հավատալով նման մանկամիտ գովազդներին տարեկան 10 միլիոնից ավելի ապահովագրվողներ լիարժեք չեն հասցնում պատահարի դեպքում։ Մի փորձեք խնայել ապահովագրվելուց։ Հակառակ դեպքում ապահովագրությունը ձեզ չի խնայել։ LA General Insurance. Առողջ սնունդ, առողջ մարմին, առողջ միտք։ Western Gourmet smells so good. Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Ամետ Ներսյանն եմ, սիրելի բարեկամներ, այսօր մեր ծրագիրը մենք նվիրելու ենք հիմնովին մի շատ հետաքրքիր թեմայի եւ այդ թեման արծարծելու համար այսօր մեր տաղավարում իմ հյուրն է լինելու մի շատ հարգարժան անձնավորություն հայազգի պարոն Ջան Քյուսեյանը, որի մասին ձեզ մանրամասն քիչ հետո կպատմեմ եւ դուք կտեսնեք թե ում հետ մենք այսօր պիտի զրուցենք։ Այս հաղորդումը հիմնականում հովանավորվել է մի կազմակերպության կողմից, որը մի փոքրիկ բացում է պատրաստել, որպեսզի ես ձեզ համար ընթերցեմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի խաղաղության պայմանագրի հայանպաստ որոշումների, ինչպես նաև հայ-թուրքական անվտանգ սահմանագիծ հաստատելու մասին ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի վճռագրի գործադրության հետապնդումը, դրանց նշանակության մասին հանրային քարոզչական դաստիարակչական գործը Արևմտյան Հայաստանի պաշտպանության խորհրդի հիմնական, սակայն ոչ միակ առաքելությունն է։ Արևմտյան Հայաստանի պաշտպանության խորհուրդը իր կարևոր առաքելություններից է համարում նաև Արևմտյան Հայաստանի պետության քաղաքացու կերտումը եւ ինտենսիվորեն աշխատելու այդ ուղղությամբ։
Այսինքն խոսքը գնում է այն մասին, թե ինչպես պետք է Արևմտյան Հայաստանը ի վերջո վերականգնվի հայերի իշխանության եւ վերահսկողության ներքո եւ ինչպես մենք պետք է պատրաստենք մեր ապագա սերնդին, որպեսզի կարողանան այդ երկրին տեր կանգնել, երբ որ առիթը ներկայանա։ Եվ ահա Արևմտյան Հայաստանի պաշտպանության խորհուրդը այդ կազմակերպությունը ծրագրել, կազմակերպել եւ հովանավորել է այսօրվա ժամը եւ մենք նրանց շնորհակալ ենք, որ ինձ ծանոթացեցին պարոն Ջան Քուսեյանի հետ։ Բարև ձեզ պարոն Քուսեյան, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք եկաք այսօր մեր ծրագրին։ Եվ ապա առաջիկա այս մեկ ժամը մենք ձեզ հետ կզրուցենք մի թեմայի չէ, բազմաթիվ թեմաների շուրջ, բայց հիմնականում այն կտրվածքով, ինչ որ ձեզ համար ավելի տեսանելի, հասկանալի եւ հստակ է։ Ձեր մասնագիտության տեսանկյունից պիտի խոսենք։ Ուրեմն պարոն Ջան Քուսեյանը ամերիկյան օդուժի գնդապետ է մասնագիտությամբ եւ Ուրֆահայերի հայրաքսական միության ատենապետն է։ Հետաքրքիր է, չէ՞։ Ուրեմն եթե հայ մարդը իրեն հայ է զգում եւ ուզում է իր ազգին ինչ-որ մի բանով օգտակար լինի, ուրեմն կգտնի ձևն էլ, ժամանակն էլ, միջոցն էլ եւ իր ազգին ինչ-որ ձև օգտակար կլինի։ Ահա այդ անձանցից մեկն է պարոն Քուսեյանը, որ եւ իր աշխատանքի ընթացքում, իր կյանքի ընթացքում եւ ազատ ժամերին աշխատում է ազգին օգտակար լինել։ Հիմա մենք դες կբացատրենք, թե նա ինչպես է մեզ խորհուրդներ տալու իր մասնագիտությունից ելնելով։ Եվ այսպես, շատ հակիրճ փորձեմ կարդալ պարոն Քրիստիանի կենսագրականը, որ շատ երկար է, ուղղակի ժամեր կտևի մինչև ես ամենը կարդամ, կփորձեմ այն հակիրճ կարդալ, որ ժամանակ չի մնար խոսել։ Դες խոսելու ժամանակ չի մնա։ Ուրեմն պարոն Ջան Քրիստյանը 72 թվականին ավարտել է Long Beach-ում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանը Bachelor of Science degree Electrical Engineering էլեկտրականության մեջ մասնագիտությամբ 83 թվականին արդեն ստացել է Master's degree in Business Administration արդեն New England-ի Western College-ից Springfield, Massachusetts։ Սա երկու բան ընդամենը 74-ից մինչև 98 թվականները նա ստացել է եւ շարունակել է իր ռազմական կրթությունը 74 թվականին Officers Training School Lackland Air Force Base Texas-ում 78 թվականին Maxwell Air Force Base Alabama-ի մեջ 84 թվականին Air Command and Staff College նորից Edwards Air Force Base California-ի մեջ 98 թվականին Air War College Edwards այստեղի Edwards Air Force Base-ը Կալիֆոռնիայի սա այն բարձրագույն ռազմական դպրոցն է, որտեղ ավարտողները արդեն ստանում են իրենց ամենաբարձրագույն ռազմական կրթությունը եւ դառնում են գեներալներ եւ շարունակում են իրենց ռազմական ծառայությունները։ Պարոն Քրիստյանը 73 թվականից սկսած աշխատել է ամենատարբեր տեսակ ռազմական ընկերությունների հետ, աշխատել է, համագործակցել է, ուղղակի դրանց այդ կամպանիների, այդ ընկերությունների անունները կարդալը մի քանի ժամ կտևի։ Եվ 83 թվականից մինչև այսօր գնդապետ Քրիստյանը կցված է 412 Test Wing փորձնական թևին Technological Directorate in Air Force Base բանում Edwards Air Force Base-ում ինչքան կարողացա կարճ ասեցի, բայց սա մեջ այս երկու էջի մեջ մի քանի կյանք է պարունակվում։ Քիչ հայերենի թարգմանելը դժվար է։ Հա, իհարկե, շատ տեխնիկական բառեր կան, որոնք հայերեն կարելի է թարգմանել, բայց ուղղակի մենք չենք հասկանա, որովհետև մենք չունենք համապատասխան տեխնիկական բառերը։ Հայաստանում մենք այդ բաները ռուսերենով էինք սովորում, այստեղ էլ անգլերենով։ Բայց կփորձենք, ապա առաջիկայում, երբ որ մենք Հայաստանում կունենանք օդուժը եւ կզարգանա օդուժը եւ կսկսենք արդեն մարդկանց համապատասխան կրթություն տալ, այո, օրինակ համար Երևանում, երբ որ ռուսական կանոնագիրքը բանակի փորձեցին թարգմանել հայերեն, իմ դպրոցական ընկերը գեներալ-լեյտենանտ դա թարգմանեց հայերենի, որպեսզի հայ երեխաները հայերենով կարողանան կարդալ այդ ամբողջ այդ կանոնագիրքը։ Եվ մի հսկայական տիտանական աշխատանք էր։ Հիշում եմ, սաղանի վրա դրված էր այսքան։ Լավ, վերադառնանք մեր խնդրին։ Պարոն Քրիստյան, դուք լինելով թե մասնագետ, electrical engineering, հետո զարգացրեցիք ձեր կրթությունը տարբեր ասպարեզներում, եւ թե ռազմական անձ, բայց ամենեն կարևորը հայ մարդ։ Ուզում եմ այս 45-50 րոպեներ իրար հետ զրուցենք այնպես, որպեսզի լսողը ձեզանից շատ բան սովորի, կարողանանք տալ այն ամենը, ինչ հնարավոր է տալ։ Նախ եւ առաջ, ձեր արմատները որտեղից են, դուք հայրս ուրֆացի է եւ չարթի ժամանակ որք մնացած է 10 տարեկանին հոմլես եղած է
Մայրս բերեջիկցի է, բայց ես Լիբանան ծնած եմ։ Այո։ Եվ Լիբանան, մինչև high school Լիբանան էի, high school ավարտելից հետո Ամերիկա համալսարան դիմեցի եւ ընդունվեցա եւ 68 թվականին Ամերիկա եկա 72-ին արդեն ինչպես ասիկ bachelor's degree-ն արի, բայց այդ ժամանակ ինչպես հիմա Ամերիկայի տնտեսական վիճակը շատ վատ վիճակի մեջ էր, ուրեմն հազարավոր մարդիկ գործ են գանեին եւ ես որպես նոր ինժեներ դժվար էր գործ գտնել, ուրեմն բարեկամ ունեի ոսայ, որ ինքը նոր Air Force-ն ելած էր, քանի որ ընտանիքը ռեստորան եւ այլն ունեին, գուզեր հորը օգնել, ինձ շատ կովեց, սա պետք է մտնաս մանավանդասավ, քանի որ դու college degree ունիս, դու officer գրնաս լալ եւ շատ benefit-ներ ունի Air Force-ը, մինչև վճարումները լավ են, մտած օր հետ 30 օր vacation գտան, բան housing, հետո բժշկական Ադամնապուժը ծրի, բժիշկը ծրի, ամեն դեսագետով գոկտվիս։ Ասի երտանք նայինք, casting recruiter-ին կովը, ասավ թուն citizen չես, officer չես գրնարելալ։ Ասի ինչ ընենք, ասավ որպես բար զինվոր գրնաս մտնալ, բայց հազիվ մտնաս, իրավասությունը գունենաս, citizen լալու առանց 5 տարի սպասելու, քանի որ ես նոր green card արածեի, ուրեմն որպես բար զինվոր մտա, so basic training-ի կացինք վերջապատ, Lackland, անգե հետո, քանի որ ես college degree ունեի, ինձի training-ի չղրգեցին, ուղղակի direct assignment, Kirtland Air Force Base, New Mexico։ Մի քանի ամիս վերջը citizenship-ի դիմեցի, արդեն փետրվար 74-ին citizen եղա, citizen-ը լալեմ վերջը Air Force Training School-ի դիմեցի, Officers Training School-ի եւ ընդունվեցա, միշտ ինժեների բանջ կունեն, 74-ին եղա second lieutenant, արդեն 2 տարի վերջը first lieutenant, captain, major, 1994-ին colonel եղա։ Շատ լավ, Ես այսինքն եթե ուրիշ կորս գտնային է, միշտ մենք հայերս զինվորներն հերու գեցած ենք, քանի որ it's unknown, չենք գիտեր, ժամանակին երբ Բեյրութ գտնվեի, հալեբեն հայ ընտանիքներ գուկային և Գարցնենք Բեյրութ կհաստատվեին, գարցնենք ինչու եկակ, զավակս 17 տարեկան է, կալդարի զինվորություն չնես, ելով պաղցուցինք բերինք Բեյրութ։ Ուրեմն, եթե ամերիկանը բարդաթիր զինվորություն ընդունի, մենք բոլորս պիտի պախիկ երտանք ուրիշ երգիր։ Զինվորությունը կարևոր է։ Նամանավանդ մենք բանջներ ունենք, ասկային իրավունքներ ունենք, ամեն տարի ապրիլ 24-ին ցույցեր գնենք, բայց զինվորություն ենք խուսափինք։ Հետաքրքիր է, մենք այն ազգն ենք, որ օրինակի համար 1000 տարի առաջ ունենք այնպիսի մի հզոր բանակ, որ բյուզանդական կայսրության կայսրերը հայ բանակ ուղարկում էին գերմանների, ալանների, վանդալների դեմ կռվելու։ Այդ ինչպես պատահեց, որ մենք մի 1000 տարվա մեջ, 900 տարվա մեջ, թե կռվելը մոռացանք, թե սերը ռազմական գործի դեմ նկատմամբ կորցրեցինք։ Ես կգործեմ, թե գրոնքը մեծ մաս կգազմ է, մենք մեր ժողովուրդը շատ հավատարիմ եղած է իր գրոնքին, ինչպես դարացի օրեն բայբլը, իրենք դարացի օրեն մեկնապանած են, մեկ երեսը ապտագեմ, միս երեսը տարցուր եւ այլն, հետո մենք ավելի դնաշեն եղած ենք, ֆարմեր եղած ենք, հողին գված ենք, անոր համար միշտ խաղաղություն սիրած ենք, անոր համար պետք է չենք ունեցած զինվոր մահելու, դժբախտաբար։ Բայց խաղաղությունը պահպանելու համար բանակ պիտի ունենաս։ Exactly.
դուք եթե խաղաղություն գուզեք, պետք է պատերազմի պատրաստ լինեք։ Միշտ։ Եթե չեմ սխալվում, գեներալ Ալեքսանդր Հեյգն էր ասել, չէ՞, որ միայն մեկ դեպքում կարելի է պատերազմի գնալ խաղաղությունը պաշտպանել, ազատությունը պաշտպանելու համար։ Նա դիվանագետ էր, բայց նաև գեներալ էր։ Բանի ՆԱԹՕ-ի Supreme Commander-ն էր Ռեյգանի ժամանակ։ Այո, շատ հետաքրքիր միտք հայտնեց, որը ասում էր դիվանագետ գեներալը։ Այո։ Ուրեմն մենք մոռացանք մեր զինվորական ջիղը եւ կարողությունը եւ հանկարծ միանգամից բոլորս դիվանագետ դարձանք, եկեք բոլորիդ խաղաղ ապրենք եւ ոչ մի թշնամի մեզ բան չի ասի։ Խաղաղությունը պաշտպանելու համար զինվորություն պետք է անենք։ Որևէ տան տղամարդ գիտի իր ընտանիքին պահպանելու եւ պաշտպանելու համար զորություն է պետք։ Անշուշտ։ Եվ նյութական եւ ուժային ճանապարհները պետք է պաշտպանես։ Շատ լավ։ Հիմա պարոն Քրիստիան, դուք տարիների ընթացքում սովորում եք թե տեխնիկական կրթություն ստացաք եւ թե զինվորական կրթություն եք ստանում։ Հայ մարդը ձեր մեջ միշտ կենթանի էր, միշտ ողջ էր, միշտ մտածում էր։ Այ եթե մենք այսպես անեինք, այնպես կլիներ։ Ձեր այդ սովորելու ընթացքում, զինվորական կրթության ընթացքում ինչպիսի մտքեր էին ձեր մտքով անցնում, այ եթե մենք հայերս այսպես լինեինք, ինչ լավ կլիներ։ Ես միշտ անշուշտ միտքես անցած է, որ երբ որ Հայաստանը անկախանա, այնպես որ միջան ադեն էր, հուսամ գրնամ երթալ եւ Հայաստանին համար I make the difference. Այո։ Պատերազմիլ, whatever. Այո։ Օգտակար լինեք ձեր հայրենիքին։ Տեսեք, դուք համարձակորեն դա ասում եք, բայց շատերը վախենում են այդ նույնիսկ մտածել այդ մասին, ել չեմ ասում ասել։ Ազատ երկիր է ոս։ Եվ ազատ երկիր է, բայց ախը մարդն էլ պետք է ազատ լինի, մարդն էլ պետք է համարձակ ազատ լինի։ Մենք հայերս ունենք այդ հատկությունը, որ մենք միշտ սիրել ենք ոտքի վրա կռված ժամանակ զոհվել, չէ՞։ Երբեք չենք սիրել ծնկերի վրա ապրել։ Exactly. Մենք մեր հորս քաղաքը, ասենք Ուրֆան 1915-ին բզիկ դրվակ պատմեմ Մրոդի Նախբերյանը, որ ուսում չուներ, զինվորական գրթություն չուներ, բայց միշտ գծբդվեր թուրքերու մեջ կմտնար եւ intelligence կհավաքեր տեղեկություններ եւ գիտեր որ օրին մեկը թուրքերը պիտի հարցակին եւ հայերուն չարթեն քանի որ արդեն 1890-ին, 95-ին, 98-ին եւ մինչեւ 1909-ին Ադանայի չարտը գիտեր որ օրբիրիկը արդեն 15-20 տարի առաջ Ուրֆայի մեծ կոդորած եղած է 10,000 հոգի զոհ կացած էր ուրեմն պատրաստություն տեսավ գերտար Հալեբ զենք կներ եւ որպես street vendor գարքին դագը գտներ եւ վրան պանչարեղեններ եւ այդ ծևով Ուրֆայի երդասարությունը զինեց երբ որ թուրքերը հարցակեցան արդեն ինքը լուրուներ ժողովուրդը քաղաքեն evacuator-ով եւ թուրքեր բռնեցին հազիվ թուրքերը մոտեցան արդեն սկսան թալանել դուները եւ խանութները հրանք տվավ որ գրագեն թուրքերը զարմացան հայերը այսպեսի բան չեն արած միշտ գլուխնին վեր միշտ ծեծ գերած նստած են ուրեմն մի քանի 10-20 հոգի զոհ տալեն վերջը գպախին գերտան լուրը գհասնի Իստանբուլ հրանք կնե գհրանք է Ֆախրի Փաշային որ Հալեբ կգտնվեր այդ ժամանակ Ֆախրի Փաշան իր 6000 զորքով գուկա Ուրֆան գբաշարե եւ լուր գվերգե որ ուրֆացիները հանձնվին Յոթ Նախբերյան գսավ ոչ մենք չենք հանձնվիր պատրաստ ենք գրվելու եւ այդպես մեռնելու քան թե ոչխարի պես մորթվելու եւ այդպես արին 33 օր թիմատրեցին
միայն 300 հոգի, 6000 զորքի դեմ եւ վերջին անգամ անձնասպան եղան վերջին փամփուշտները իրենց վրա ուղղելով։ Նրանք շատ լավ գիտեն, որ թուրքերը բոլորին մորթելու են այսպես թե այնպես։ Այո։ Ոտքի վրա զոհվելու լավագույն օրինակը դա է։ Եվ այսպիսի դեպքերով նման փաստերով հայ ժողովրդի պատմությունը լեցուն է։ Մենք 20 հոգով ապստամբություն ենք սկսել, 1000 հոգի զինվորով 30,000 զորքերի ենք հաղթել։ Պատմության մեջ շատ ունենք նման փաստեր, բայց դժբախտաբար թե կոմունիստների օրոք, թե հիմա այս լավագույն մեր փաստերի մասին չեն խոսում, միայն պարտությունների մասին են խոսում։ Ժողովրդին ավելի շատ ընկճելու համար։ Սա դիտավորյալ բան է, որի դեմ մենք պետք է պայքարենք։ Մեր հենց խոսակցության թեմայի գծերից մեկն էլ հենց սա է լինելու, պարոն Քրիստոյան։ Մենք եկանք հասանք մեր առաջին դադարին, սիրելի բարեկամներ, խնդրում եմ մնացեք մեզ հետ, մենք շատ կարճատև դադարից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր զրույցը գնդապետ Քրիստոյանի հետ։ Խնդրում եմ մնացեք մեզ հետ։ Ինչ գեղեցիկ է գույնը ցորենի եւ ինչ անուշ է բուրմունքը հացի։ Շուշան լավաշ մեր ավանդական հաննոհոտ ունեցող հայկական հացը, ձեռքով պատրաստված շուշան լավաշ հացը, մեր պապերի սիրած հացը։ Հարգելի հայրենակիցներ, ահա արդեն 24 տարից ավելի է, ինչ ես ընտրել եմ տների առք ու վաճառքը real estate sales որպես իմ հիմնական զբաղմունք։ Տարիների ընթացքում real estate շուկան միշտ փոփոխության մեջ է եղել։ Եվ ահա հիմա նույնպես այն գտնվում է շատ մեծ անցման շրջանի մեջ։ Տարիների ընթացքում ես մասնագիտացել եմ բանկերի կողմից արտգրաված տների եւ շորտ սելերի մեջ։ Եթե տների առք ու վաճառքի հետ կապված որևէ հարց ունեք, խնդրում եմ անվարան զանգահարեք ինձ եւ ես ձեզ կտամ բարձրակարգ մասնագիտական սպասարկում։ Շնորհակալություն։ Central Optical անունը տնօրինությամբ Լևոն Ավագյանի հայտնի հայ գաղութին Գլենդելի եւ մոտակա շրջաններում ավելի քան 34 տարիներ։ Լևոն Ավագյանը վկայված է Master Optic-ն եւ Կալիֆոռնիա բորդի վկայագրերով։ Նա իր հրաշք ձեռքերով եւ արդիական գործիքներով տեղում է պատրաստում բարձրորակ ակնոցները։ Մենք ունենք ակնոցների ճոխ ընտրանի, որը կգոհացնի յուրաքանչյուր բարձրաճաշակ կնորդի։ Լևոն Ավագյանը նաեւ կոնտակտ լինզերի հիանալի մասնագետ է։ Համեցեք Central Optical։ Հեռախոս 818 240 7772։ Բարեկամ, Անայիթ հիմնադրամի նպատակն է Հայաստանում բարելավել ընտանիքների սոցիալական վիճակը, նպաստելու համար ծնունդների աճին։ Հիմնադրամը 2000 թվականից օգնում է Հայաստանին մարալի քաղաքի հղի կանանց եւ նորածիններին։ Ֆինանսական օժանդակությունը անապահով հայ ընտանիքին քաջալերում է երեխա ունենալ։ 1.5 միլիոն զոհերի դիմաց 1.5 միլիոն երեխայի ծնունդ։ Սա է հիմնադրամի առաքելությունը։ Նվիրատվությունների կամ անձնապես երեխաներին հովանավորելու համար զանգարել 818 409 0655 համարով։ Մայրերը եւ երեխաները ձեզ են սպասում։ LA General ապահովագրական ընկերությունը ընդլայնում է իր ծառայությունների շարքը։ Այսուհետ դիմելով LA General ընկերություն դուք կարող եք ապահովագրել նաև բեռնատար ավտոմեքենաներ, տրակներ, շուկայի ամենացածր գներով։ Ուշադրություն, LA General ընկերությունում ապահովագրված բեռնատար ավտոմեքենաները իրավունք ունեն տեղափոխել իրենց ապրանքատեսակները Միացյալ Նահանգների 48 նահանգներ։ LA General վստահելի ապահովագրական ընկերություն։ Զանգահարեք։ LA General Insurance. Առողջ սնունդ, առողջ մարմին, առողջ միտք։ Western Gourmet smells so good. Բարեկամներ, մենք վերադարձանք, այսօրվա իմ հյուրն է մեզ համար շատ անսպասելի մի հայ անձնավորություն, պարոն Ջան Քրիստոյանը, որը Միացյալ Նահանգների օդուժի գնդապետ է եւ իր ամբողջ գիտակցական կյանքը անցկացրել է գիտության, կրթության եւ ռազմական ուժի ծառայության մեջ։ Եվ փորձում ենք նաև զրուցել այնպիսի հարցերի շուրջ, որոնք հետաքրքիր են մեզ կոնկրետ հայերիս եւ մեր ապագային, ինչով մենք կարող ենք օգտակար լինել ապագա սերունդին։
Մինչև մեր զրույցի շարունակելը սիրելի բարեկամներ, ես ձեզ համար մեկ հայտարարություն պիտի կարդամ եւ պետք է նախ եւ առաջ նշեմ այսօրվա հանդիպումը կազմակերպել է Արևմտյան Հայաստանի Պաշտպանության խորհուրդը եւ հաղորդումը հիմնովին հովանավորում է Կոնանյան Meat Market ընկերությունը։ Շնորհակալություն նրանց այսօրվա ընձեռած հնարավորության համար։ Մի հայտարարություն ձեզ համար կարդամ սիլայնակեսն է, բոլոր նրանք, ովքեր հայերեն լավ գիտեն, հայոց լեզվի մասնագետներ են, Նարեկ հայկական դպրոցը կարիք ունի հայոց լեզու եւ գրականության մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժների։ Նարեկ հաստատության հեռախոսի թիվն եմ ասում հիմա, եթե դուք այդպիսի գործ եք փնտրում, խնդրեմ գրիչը վերցրեք 818 244 01 42 Նարեկ հաստատություն։ Եթե թիվը չհասցրեցիք գրել, հաղորդումից հետո ինձ զանգահարեք, թիվը գրված է պաստառի վրա, ես ձեզ կտամ այս թիվը նորից։ Այսպես, պարոն Քեստեյան, քիչ առաջ խոսեցինք ձեր հայկական արմատների մասին, ձերոնք ուրվացի են։ Մեր հայերիս հիմնական, այսօր կենթանի հայերիս հիմնական մասը ինչ-որ չափով կամ կիսով կամ ամբողջովին ջարդերի փախստականների, վերապրածների ժառանգներ են։ Ես երկու կողմից վերապրածների ժառանգ եմ։ Մորս կողմից եւ հորս կողմից։ Եթե այդ ջարդը չլիներ, հիմա ես կամ Ղարսում եի, կամ Մշո դաշտում եի, կամ որևէ մի տեղ, դուք էլ Ուրֆայում էիք հավանաբար։ Բայց հիմա եթե մենք այսքան խոսում ենք ապագա ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի մասին եւ ապագա Վիսունյան ծրագիրը իրականացնելու մասին, այ դուք ինչպես եք պատկերացնում որպես ռազմական մտքի տերմարդ եւ ծրագրող մարդ, ինժեներ, այ եթե վաղը միսօր այդ Հայաստանը որոշվեց այդ Grand Deed-ը տարան դատարան եւ դատարանը որոշեց որ պետք է հայերին տան։ Ինչ ենք անելու, ինչից ենք սկսելու։ Well, ես գրնամ իմ մասնակցությանս մասին խոսեմ։ Զինվորական տրեյնինգը շատ կարևոր է։ Քանի որ մենք հայրենիք են դուրս ենք, բայց ամերիկան մեր հայրենիքն է, կամ որ մեկ հայ, որ ուրիշ երկրներու մեջ կգտնվի, անպայման պետք է որ զինվորական ծառայություն ունի։ Ինչու՞։ Զինվորական ծառայությունը մեծ դպրոց է։ Անի կսորվեցնե դիսցիպլին, գազագերբություն եւ ամենակարևորը leadership, առաջնորդություն։ Մենք քիչ առաջվա բամության նորեն երթամ Ֆախրի Փաշան Ուրֆայի հերոսամարտեն վերջը ասավ մենք ինչ պիտի ունեինք եթե 6-7 հատ Ուրֆա ըլլար ուրեմն եթե մենք լավ առաջնորդներ ունենայինք գրնային ժողովուրդը պատրաստել։ Շատեր գսեն, որ թուրքերը առաջին անգամ մեր առաջնորդները չարտեցին, բայց շիտակ է, բայց չարտերը 1915-ին չսկսավ, 25 տարի առաջ սկսավ, 1890-ին արդեն սկսած էր 100,000-ավոր հայեր չարտվեցան, մեր առաջնորդները ինչ կսպասեին, թալաթեն սորակրված նամակ կսպասեին, որ ծեզի պիտի չարտենք, եթե պատրաստվեին եւ միասնական ջագատ կազմեինք, այդ ցեղասպանությունը դեղի պիտի չունենար եւ հիմա 20 միլիոն հայեր ունենայինք Արևմտյան Հայաստանի մեջ։ Ուրեմն զինվորությունը շատ կարեւոր է։ Մենք ունեցած ենք մասնակիցներ, գիտնականներ, հազարավոր դարի առաջ եկեղեցիներ շինած ենք, ուրեմն we have the know-how, բայց փոխանակ շենքեր, բարիսներ շինելու պետք է զենքեր շինեինք։ Կարևորը զենքն է, այդ խաղաղությունը պաշտպանելու համար, այդ խաղաղ ապրելու համար պետք է նախ զորավոր լաս, որ մեկը չհամարձակի քուդունդ քալ եւ թալանել։ Այն եզակի դեպքերը, երբ որ հայերը կարողացել են պաշտպանվել եւ փրկվել, այն դեպքերն են, երբ որ այդ քաղաքների կամ այդ գյուղերի ղեկավարները հասկացել են, որ
իրենց կոտորելու են ավելի լավ է պաշտպանվենք Exactly. եւ որքան զենք Ռուսաստանից հայերը գրեցին իրենց մեջքի վրա վերեցին մինչեւ Արևմտյան Հայաստան անբանի վանի պաշտպանությունը խնդրեմ ձեզ լավ օրինակ Արդեն ճշմարտաբար թուրքերը շատ լավ զենք ծրագրած էին այս չարտը նախ իրենք բոլոր հայ երիտասարդները դրաֆտերին եւ մոտ 300,000 երիտասարդ արդեն եւ վերջ եկան բոլոր դուներու մեջ են զենք թանակ մինչեւ kitchen knife արին եւ անպաշտպան ցկեցին ժողովուրդը ով մնաց ձերունիներ գիներ եւ երեխաներ անոնք արդեն քշեցին եւ անաբատներու մեջ արդեն 1908-ին մեզի խոստացան սահմանադրություն եւ հետաքրքիր ինչ է որ այդ սահմանադրությամբ մեր հայերիս համոզեցին որ հարկավոր է զենքերը հանձնել Exactly եւ քրդերին չհամոզեցին որ հարկավոր է զենքերը հանձնել լավ այդքան փաստը միայն մեզ բավարար չէր հասկանալու համար որ մեր ճշնամիների զենք չեն վերցնում միայն մեզանից են վերցնում հետո էլ մի քանի պաշտոն տվեցին իրենց մեջլիսի մեջ մի քանիսն էլ փող չգիտեմ ինչ կերպ համոզեցին խապեցին բաժանեցին մի մասին Իստանբուլ մի մասին Թիֆլիս Անորամար ես կսեմ, որ we did not have leaders. We had people in leadership positions, but they were no leaders. The leaders will have vision. They can predict the future and be ready for it. Հիմա դուք ասում եք, որ թարգմանում հայերը միայնակիցների համար, որ լիդեր կոչվածը, առաջնորդ կոչվածը պետք է տեսլական ունենա, տեսիլք, այսինքն պետք է ապագան տեսնի։ Ապագան տեսնի։ Եթե մարդիկ նստած են իրար այդ վիճաբանությամբ զբաղված, թե որ պաշտոնը վերցնեն, որը ոչ, դրանք առաջնորդներ չեն։ Խապվեցան։ Ուրեմն վերադառնանք ամերիկացի շատ հայտնի սևամորտների առաջնորդ Մարտին Լութեր Քինգի օրինակին, երբ նրան ժամանակին հարց էին տվել մինչև մահանալը, նա ասել էր այն մարդը, որը չի գտել մի բան, հանուն ինչի նա կարող է մեռնել, նա ապրելու իրավունք չունի։ The man who hasn't found something to die for, he ain't worth living. Ուրեմն սա մտածում է առաջնորդը, առաջնորդի ուղեղով է մտածում։ Ուրեմն նա գիտի, որ եթե առաջնորդ ես, ուրեմն դու արջևից գնաս։ Նույնը բոլոր պատերազմներում է եղել, թագավորները զորքի արջևից էին կռվում, ոչ թե վերջից։ Exactly. Եվ լավ գեներալները նույնպես։ You have to set an example, գսենք, անգլերեն գսենք, do as I do, not do as I say. Այն ինչպես ես անում եմ, ոչ թե ինչ որ ասում եմ, ասել եմ ինչ թեշտ է, լեզուն ոսկոր չունի եւ կամի նման է։ Դրա համար բոլոր այն պետությունները, որոնք որ ժամանակին հաջողության են հասել ինչ որ տեղ, զավթել են ուրիշ երկրները կամ գրավել են կամ նյութական հաջողություններ են հասել, այդ բոլոր երկրները կամ բանակները ունեցել են հզոր ղեկավարներ եւ դրանց անունները մնացել է պատմության մեջ։ Հռոմեական կայսրությունից սկսենք թեգուզանից ավելի առաջ Ալեքսանդր Մակեդոնացուց սկսենք Ալեքսանդրը զորքի արջևից էր կռվում։ Վանկստան մենք ուղիղ եթերում ենք եւ մեր հեռուստադիտողները դիտում են, լսում են եւ զանգեր են տալիս եւ եթե թույլ կտաք մեկ զանգ վերցնենք հետո կշարունակենք։ Okay. Ասել հայնակից կվերցնենք հեռախոսը։ Միայն խնդրում եմ ձեր հարցը պահեք հակիրճ, որպեսզի ժամանակ ունենանք պատասխանելու։ Այո, լսում ենք ձեզ, խնդրեմ ձեր հարցը տվեք։ Հարկերի հայրենագիտներ։ Այո։ Ուրեմն մենք մինչև երբ ամսյալի մասին խոսենք, Այո։ ամսյալի ներկայիս ամենամեծ վտանգը ունի այդ մասին չենք խոսել։ Որ մեկն է։ Որ մեկն է արտակարգն է։ Շատ լավ։ Երկիր ունենք, Հայաստան ունենք եւ այլն, բայց արտակարգը բարբերի Հայաստանը։ Շատ լավ։ Ամենավտանգը այդ է։ Շատ լավ, հենց Շատ լավ, հենց հիմա այդ մասին կխոսենք։ Խնդրեմ, բարոն Քեզան։ Well, մարդիկ երկիրը գծկեն նպատակի համար թերևս մարդիկը որ Հայաստանեն արտակարգ կնեն շատ դժվար վիճակի մեջ են գուզեն դուրս երթալ աշխատելու համար գերտա մեծ մասը վստահ եմ եթե մենք հոնդեղ գործարաններ բանանք գործեր հայթայթենք ժողովուրդը պիտի չի քաղտե Ուրեմն արտակարգի միակ լուծումը ան է։
Եթե թույլ կտակ բանել իմ կողմից ավելացնեմ, չէ՞ որ ես հայաստանցի եմ եւ հաճախակի գնում եմ Հայաստան, տեսնում եմ ժողովրդի վիճակը եւ երբ որ փիլիսոփայական այսպես տրակտատներ ենք արտասանում, որ գնալը լավ չէ եւ այլ, նրանք չեն ուզում անպատվեն քեզ ասելով թե դու ինչու գնացիր, ասում են միայն պարզ եւ հստակ գաղափարներով ես իմ երեխանին չեմ կարող կերակրել։ Exactly. Իրենք պետք է կարողանան աշխատանք ունենալ։ Իսկ մեր ղեկավարությունը ձեր ասած leadership-ը ղեկավարությունը իմ կարծիքով այսօր գոյություն չունի հայ ազգի մեջ որևէ տեղ Ռուսաստանի հայ ղեկավարները զբաղված են համերգներ անցկացնելով եւ առևտրական գործերով դրամ են աշխատում լավ են անում դու աշխատեն բայց ազգային առաջնորդություն չեմ տեսնում Հայաստանում ղեկավարությունը զբաղված է երկիր ղեկավարելով իրենց հասկացած ձևով, իրենց ուզած ձևով։ Դրամ են աշխատում։ Իրենք հարստացնելու համար։ Իրենք իրենց գրպանների լցնելու մասին են մտածում։ Դուրսը նայում ենք, սփյուռքի էս մի երկրում այդ պահանջներին համապատասխան գործ են անում։ Մյուս երկրում մի ուրիշ ձև։ Միտեղ եկեղեցին իրեն պահելու համար է գլուխ ջարդում, միտեղ մի որևէ հայրենական միություն ինքը պահպանելու համար է մտածում։ Այսինքն ամեն մի երկրում մենք ունենք գոյության պայքարի խնդիր։ Հիմա այս հսկայական գոյության պայքարի խնդրի մեջ առաջանում է ամենեն կարևորը։ Մենք եկանք մերձավորավերքից Հայաստանից մեր սերունդը, որոնք արդեն հիմա հասել են 50, 60, 70 տարեկան։ Ինչ որ մի բան ասեցինք, արեցինք եւ վաղը մյուս օրը մենք այդ էստաֆետի փայտիկը պիտի հանձնենք հաջորդ սերունդին։ Մենք մեր երիտասարդ սերունդին ինչպես պիտի կարողանանք ներարկել սերը ազգի նկատմամբ, ինչպես ձեր ծնողներն արեցին ձեր նկատմամբ, դուք ինչպես եք դա պատկերացնում։ Մեր ծնողները անշուշտ դակավին նոր չարթեն իմ ծնողներու բարեկայից նոր չարթեն ազատած էին եւ ասկային ոգին դեր զորավոր էր միայն ծնողները չէ դպրոցներու մեջ մենք ունեինք ուսուցիչներ, որոնք իսկապես ասկային ուսուցիչներ էին եւ մեր մեջ թրոշմեցին ասկային ոգին So յուրաքանչյուր ծնողի բարդականությունն է նախ իր զավակներուն այդ ասկային ոգին փոխանցել եթե այդ ասկային ոգին չլա մնացածը երկրորդական է չլար նախ you have to believe in something if you don't believe it you're not going to bother with it Երբեմն որ մենք հաճախակի խոսում ենք ազգային գաղափարախոսության մասին Երբեմն մարդիկ մեզ նայում են, մեզ պատասխանում են ասելով, որ դուք շովինիստ եք, այս եք, այն եք, սիրահարված եք ձեր ազգի վրա, սիրահարված եք եկները ձեր վրա եւ նման մեղադրանքներ ենք լսում։ Եվ լսում ենք այն մարդկանց կողմից, ովքեր որ դրա արժեքը չեն հասկանում, չեն գնահատում։ Պարզապես չեն հասկանում, որ ժողովրդին եւ ազգին պահողը այդ ազգային ինքնագիտակցության ուժն է։ Եթե դա չեղավ Մարդը դառնում է մյուսներից մեկը, one of many, դառնում ենք չինացու նման, հիմա մեզ ասում են հայ քրիստոնյա, չէ՞ որպեսզի տարբերեն մյուս քրիստոնյաներից, հայ քրիստոնյան անվանում, բայց նախ եւ առաջ մենք հայ ենք, հետո ենք քրիստոնյա, ուրեմն նախ եւ առաջ մենք ազգ ենք, հետո ենք ժողովուրդ, հետո ենք կրոնական համայնք եւ այլն, ուրեմն որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ մեզ պահող ամենահզոր ուժը որն է, այդ խեղճ Գարեգին Նժդա մեռավ ասելով, այդքան գրքեր գրեց, այդքան պայքարեց, որ ժողովուրդ ձեզ պահողը ձեր ազգային ինքնագիտակցությունն է, միայն, եթե դուք ինքներդ ձեզ համարեք հավասար ռուսների, թուրքերի, հրեաների եւ մյուսների հետ, հենց այդ էլ կդառնաք դրանցից։ Վերջերս մի շաբաթ առաջ էր 10 օր առաջ էր հերոստացույցով տեսնում էի Քրիս Մաթյուսը մի շատ հետաքրքիր ֆիլմ էր պատրաստել Բիլ Քլինտոնի մասին փաստագրական եւ այնտեղ Քրիս Մաթյուսը կրկնեց Բիլ Քլինտոնի խոսքերը ասելով որ որն է հաջողությունը Բիլ Քլինտոնը ուր որ գնում են անդրնաված ընդունում են այդ մարդուն սիրում են հարգում են եւ այլ շատ հզոր քաղաքագետ է եւ այլն կրկնեց Քլինտոնի խոսքերը որ ասել էր There is nationalism and democratization in the world. Go with it anytime you can. Ուրեմն nationalism եւ democratization, national ազգայնականություն եւ ժողովրդավարություն։ Որտեղ որ դա տեսնեք,
Գնացեք դրա հետևից եւ հաղթական դուրս կգաք։ Սա իր գաղափարախոսությունն էր Բիլ Քլինտոնի։ Եվ երբ որ ես մտածեցի մի քիչ սրա մասին, ասում տեսնում ես նման մի քաղաքագետ է, որ համաշխարհային կառավարությունը քարոզում, նորից նացիոնալիզմ բառն է օգտագործում։ Շուշ նացիոնալիզմ է։ Հիմա ամերիկյան նացիոնալիզմը ուրիշ բան է, հայկական ուրիշ բան է, բայց ասեք։ Well, շարեր գսեն մեր եկեղեցի մեզի հայ բահեց։ Այո։ Բայց մենք քրիստոնյա չեղած հայ ենք։ Հայ ենք, իհարկե։ Եվ ավելի հզոր էինք, ավելի մեծ ընդիկրանը, աշխարհակալ, ամբողջ միջին արևելքը մեծ Հայաստան եղած էր, բայց քրիստոնեությունը ես մեզի ավելի դգարացուց ես կսեմ, մեր հավատքը զորացուց, բայց գրվելու այդ կարողությունը կդրեց։ Որովհետև մենք կորցրեցինք պետությունը։ Պետությունը պետականությունը կորավ։ Այսինքն եթե առաջ կար թագավոր, հայ մարդը կռվում էր թագավորին հայտարարելով վերևաստված ներքև թագավոր։ Ասելով կռվում էին։ Այդ թագավորին մենք մեջտեղից վերցրեցինք։ Ներքևում չմնաց մեկը հանուն, որի պիտի կռվեինք եւ ասացինք վասն կրոնքի, վասն հայրենիած։ Ուրեմն տեղափոխեցինք ամենակարևոր արժեքը հանեցինք մեջտեղից խաղացող շախմատի սեղանի վրա թագավորին հանեցինք, տեղը թողեցինք մնացած զինվորներին, որ հայրենիքն է։ Հայրենիքն է, բայց հայրենիքը առաջնորդի կարիք ունի։ Կարող է ձեր բանակը հաղթել առանց գեներալի կամ առանց առաջնորդի։ Անկարելի է։ Պարոն Քրիստոյան, մենք պարտավոր ենք գնալ երկրորդ դադարին, սելյայնակիցներ խնդրում մնացեք մեզ հետ, շուտով գոյադառնանք։ Ինչ գեղեցիկ է գույնը ցորենի եւ ինչ անուշ է բուրմունքը հացի։ Շուշան լավաշ մեր ավանդական համնոհոտ ունեցող հայկական հացը, ձեռքով պատրաստված Շուշան լավաշ հացը, մեր պապերի սիրած հացը։ Central Optical անունը տնօրինությամբ Լևոն Ավագյանին հայտնի հայ գաղութին Գլենդելի եւ մոտակա շրջաններում ավելի քան 34 տարիներ։ Լևոն Ավագյանը վկայված է Master Optic-ն եւ Կալիֆոռնիա բորդի վկայագրերով։ Նա իր հրաշք ձեռքերով եւ արդիական գործիքներով տեղում է պատրաստում բարձրորակ ակնոցները։ Մենք ունենք ակնոցների ճոխ ընտրանի, որը կգոհացնի յուրաքանչյուր բարսաճաշակ կնորդի։ Լևոն Ավագյանը նաեւ կոնտակտ լինզերի հիանալի մասնագետ է։ Համեցեք Central Optical։ Հեռախոս 818 240 7772։ LA General ապահովագրական ընկերությունը ընդլայնում է իր ծառայությունների շարքը։ Այսուհետ դիմելով LA General ընկերություն դուք կարող եք ապահովագրել նաև բեռնատար ավտոմեքենաներ, տրակներ, շուկայի ամենացածր գներով։ Ուշադրություն, LA General ընկերությունում ապահովագրված բեռնատար ավտոմեքենաները իրավունք ունեն տեղափոխել իրենց ապրանքատեսակները Միացյալ Նահանգների 48 նահանգներ։ LA General վստահելի ապահովագրական ընկերություն։ Զանգահարեք։ LA General Insurance։ Տարապում եք շաքարախտով, ունեք բարձր ճնշում, հոդածավեր, մեջկացավ, ենթարկվել եք վթարի, հարկավոր են գրին քարտի, վարորդական եւ աշխատանքի քննություններ, այցելեք բժիշկներ Դավիթ եւ Նազելի Չարչյաններին, որոնք 22 տարի արդեն որ հոգում են համայնքի առողջական հարցերը։ Այստեղ կատարվում է նաև արյան քննություն, կարդիոգրամա, էքսրեյ, ֆիզիոթերապիա, պատվաստումներ, ընդունում են մեդիկալ, մեդիկեր եւ այլ ապահովագրություններ։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։ Զանգարեք 818 241 0220 եւ դուք կվերագտնեք ձեր առողջությունը։ Այստեղ բուժում են ոչ միայն հիվանդությունը, այլ նաև մարդուն։ Հարգելի հայրենակիցներ, ահա արդեն 24 տարից ավելի է ինչ ես ընտրել եմ տների առք ու վաճառքը real estate sales որպես իմ հիմնական զբաղմունք։ Տարիների ընթացքում real estate շուկան միշտ փոփոխության մեջ է եղել։ Եվ ահա հիմա նույնպես այն գտնվում է շատ մեծ անցման շրջանի մեջ։ Տարիների ընթացքում ես մասնագիտացել եմ բանկերի կողմից արտգրաված տների եւ շորթսելերի մեջ։ Եթե տների առք ու վաճառքի հետ կապված որևէ հարց ունեք, խնդրում եմ անվարան զանգահարեք ինձ եւ ես ձեզ կտամ բարձրակարգ մասնագիտական սպասարկում։ Շնորհակալություն։ 1
առողջ սնունդ, առողջ մարմին, առողջ միտք։ Western Gourmet smells so good. Բարեկամներ մենք վերադարձանք, այսօր այն հյուրն է Միացյալ Նահանգների ռազմական օդուժի գնդապետ պարոն Ջան Քրսեյանը, որի հետ զրուցում ենք վերջին 45 րոպեների ընթացքում։ Քիչ հետո մենք կփորձենք մի թեմայի եւս անդրադառնալ, հայ երիտասարդության մասին շատ կարևոր թեմա է, պիտի խոսենք մի երկու րոպեից, հիմա մի զանգել պատասխանենք եւ անցնենք առաջ։ Այո, խնդրեմ դուք եթերում եք ձեր հարցը տվեք։ Այո, լսում ենք ձեզ, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Պարոն Ամլետ, ողջունում եմ ձեր հաղորդումը եւ ձեր հյուրին, պարոն Ջան Քրսեյանին։ Հավատում սկզբում դուք ասացիք, որ մենք ժամանակին ուժեղ բանակ ենք ունեցել հայկական նախքան թուրքերը Հայաստանում եւ Փոքր Ասիայում հաստատվել է, ուրիշ օտար երկրի ասպատակողները եկել են, գրվել են ու հեռացել են։ Բայց 14-ից 15-րդ դարերում, երբ թուրքերը քոչվող ցեղերը եկան հաստատվեցին Փոքր Ասիայի պատմական Հայաստանի տարածքում, ինչպես Ջան Քրսեյանը ասաց, ջարդերը շատ վաղուց են սկսվել 1825 թվականից։ Կարծում եմ, որ դրանից առաջ էլ կարող է ջարդեր եղած լինեն, բայց մենք կարող է տեղեկություն չունենք։ Մինչև ընդհուպ, մինչև 1900 մեր մեջ ապրելով հատված ջարդերով մինչև 15 թվականը։ Ինչ կասեիք այս մասին։ Շատ լավ, շնորհակալություն։ Նկատի ունի, որ շատ վաղուց կարող է սկսած ելել այդ ջարդերը եւ այլն, թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Հա ճիշտ է, օդարներ նախապես եկան Հայաստանի, ասենք արաբները կամ մոնգոլները, եկան բարսիկները, Հայաստանը հարստությունները գողոպտեցին եւ քացին, բայց թուրքերը եկան եւ հաստատվեցան. So that was the problem. Եվ միշտ ուրեմն դժվարություններ դվին մեր ժողովրդին, անընդհատ կգոդորեին, գոդորածը ամբագասեր, եթե գոդորած չլար դրամական տեքսերը ավելի դասնապադիգը ավելի կվճարեին հայերը, քան թե իսլամները եւ այլն, անդանելի վիճակ էր։ Շատ լավ, պարոն Քրսեյան, հիմա մի շատ կարևոր հարց կա, որ պետք է արձարծենք մինչև մեր հաղորդման վերջանալը, դա մեր ներկա վիճակն է, ինչպես պետք է մենք մեր երիտասարդության հետ կապի մեջ մնանք եւ ինչ խորհուրդ ունեք դուք հիմա երիտասարդներին ելնելով ձեր մասնագիտությունից։ Ժամանակին քիրք մգարտացի, որ շատ լավ օրինակ մտված էր, քիրքը ինվեստմենտի մասին էր, բայց օրինակը գրնակ որ մեկտեղ գործածել։ Մեջը հեղինակը ասաց էր, թե եթե բանը պիտի ենեք, հարցուցեք մեկումը, որ այդ բանը ըրած է. If you're going to do something, ask the person who's done it. So մենք եթե զինվորություն ուզենք գնել, որն գարցնենք ծնողքից, անշուշտ պատասխանը ոչ մի դլա, ամեն օր տելևիզիոնեն կտեսնեն հարյուրավոր զինվորներ կմահանան եւ այլն կվիրավորվին, ուրեմն կգարցեն թե զինվորությունը միայն պատերազմ է, բայց ադի ճիշտ իսկական զինվորությունը չէ, եթե մեկը ինձի հարցներ զինվորության չի մտած, ես անույն պատասխանը պիտի դայի, չեմ ուզեր, բայց կյանքի բերումով մտա, բայց շատ բաներ սորվեցա զինվորության մեջ, նույնիսկ եթե քրեր չնեք, այսինքն 20-30 տարի չմնաք մեջը, 4 տարի, whatever, ինչ որ պայմանները
իզորի են 4 տարի կամ 2 տարի փանագին համար գարցեմ, եթե մնաք, եթե փանագեն ելեք եւ վետերան գլակ, որ մեկ կորց կրնա գնել եւ առաջին priority-ին վետերանին գուտան, եթե երկու անձեր կորցի համար թիմեն եւ նույն արժանիքներ ունին, քեզի վետերանին գնախնդրեն դա, քանի որ անի երկրին ծառայած է եւ եթե վերջերս կորցի թիմացեք application-ի մեջ անպայման այդ հարցումը գա, are you a veteran? Եթե այո պատասխանես, անշուշտ քեզի դարբեր աչքով գնային։ Հետո զինվորության մեջ օֆիցերներու բարակային մենք leadership մասնավորապես կերտանք leadership կսորվենք գազագերբություն ինչպես անցի հետ վարվել ժողովրդիներ ինչպես կվարվիս ես կհիշեմ առաջին օրը որ տրեյնինգի կացած էինք երկու հոգի գվիճապանեին այսպես ուրեմն մեկը ասավ ես ճիշտ եմ, մյուսը ասավ չէ ես ճիշտ եմ, մի անգամ են communication-ը գդրվեցավ։ Հետո պան կարտոն կոմիվ էր, ուրեմն մեկը կուլուղը կերեցավ, թերևս ինքը ճիշտ է, մյուսն ասավ, թերևս ես սխալ եմ, ամիջապես ես սկսան խոսիլ։ Այսինքն զինվորություն այդպիսի բաներ կսորվեցնե, որ դպրոցներու մեջ չեք սորվիր այդ բաները։ Հետո կարևոր է զինվորությունը միշտ քանի որ մենք դակավին թադ ունենք, իրավունքներ ունենք Տշնամի են, արնելիք, պետք է որ միշտ պատրաստ լանք, եթե քանի որ հիմա արտասահմանի հայությունը մենք մեր ուրեմն in the countries that we adopted երկիրները որ գաբրինք այդ երկիրներում մեջ որ գաբրինք գրնանք այդ երկիրներում մեջ ծառայել քոնե փորձարկություն ցերցկել երբ որ աբակային արիցը ներգայանա որ մենք երթանք եւ մեր հայրենիքին օգտակար դառնանք արդեն փորձարկել մեզի նորեն տրեյնելու պետք չունին արդեն փորձարկություն ունեցած ենք եւ վստահ եմ որ զենքերն արևմտյան զենքեր բիդլան ընդհանրապես եւ ավելի թյուրությամբ կրնանք բանակ մեջտեղ բերել եւ մեր նպատակը հերապընթել։ Դրա լավագույն օրինակը գիտեք ո՞րն է, պարոն Քեսյան, երբ որ 1990 թվականին Հայաստանը անկախացավ, այսպես ասած, եւ պատերազմը սկսեց Ադրբեջանը Հայաստանի դեմ, այն ժամանակ Հայաստանում մենք փաստորեն բանակ շնորհքով չունեինք, ունեինք կռված տղաներ, մի մասը կռվել էր Աֆղանստանում, մի մասը ռուսական բանակում եւ այլն։ Այստեղից այնտեղից մարդիկ հավաքվեցին եւ հետաքրքիր ինչ էր հիշում եմ Վազգեն Սարգսյանը եկավ կանգնեց փողոցում միտեղ եւ ասաց ես 400 մահապարտների կարիք ունեմ այսինքն փողոցից մարդկանց հավաքեց 400-ը որ գնա բանակ որ գնան ազերիների դեմ կռվելու որը պատկերացնում եք երբ որ բանակ չի լինում ինչպեսի ծայրահեղ դեպքերի ես դիմում քայլերի ես դիմում ուրեմն մենք այդ բաներից պետք է սովորենք եւ պետք է մեր ապագա Հայաստանի Թեկուզ Արևմտյան Հայաստան ինչու՞ չէ։ Ես հավատում եմ, որ մենք մեր Արևմտյան Հայաստանը հետ ենք ստանալու։ Չգիտեմ ինչպես, բայց ստանալու ենք։ Այդ ժամանակ մենք պետք է դրսում մի 2-3 ամսվա ընթացքում կարողանանք հավաքագրենք մեր զինվորներին, մեր ապագա բանակը։ Հավաքենք, բերենք Հայաստան եւ ունենանք պատրաստի բանակ։ Ոչ թե կանգնենք, ասենք 400 հոգի մահապարտ եմ ուզում, եկեք գնանք մեռնելու։ Դե չի կարելի երկիր պահել։ Ուրեմն պետք է վաղը չէ մյուս օրվա կամ մի տարի հետոյի գործերը մենք այսօր պետք է ծրագրենք։ Բայց անգլերեն արտահայտություն կա, կնդեք երկար խոսեցի, շատ ներողություն, վերջացնեմ, ասում է nobody ever plans to fail, but everyone fails to plan. Exactly. Հիմա խնդրեմ ձեր կարծիքը։ Բագա երիտասարդությանը ինչպես մենք կարողանանք ինչպես ասեցի զինվորությունը մեծ սեր կգադարի մեր ասենք
հանրային in our society. Եթե նկատի առած եք բոլոր որ մեկ երկրի մեջ որ կտրվիկ այդ երկրին նախագահ կամ պարսասջան Բաշտոնյաները անպայման ծառայած են մենք Քլինթոնեն եւ Օբամայի զատ բոլոր նախագահները ծառայած են Գոնե national guard-ի մեջ եղել են շուտ բանկվելը բոլոր ուրեմն կոնգրեսմաններու մեծ մասը 90% էր ժամանակին հիմա չեմ գիտեր որքան է բայց քանի որ դրաֆտը վերցուցին հիմա երթալով կբացի անոր համար մենք շատ լավ բենեֆիտներ ունենք այո շատ է պարոն Քեսյան դժբախտաբար մեր ժամանակը ավարտվեց մենք պարտավոր ենք վերջացնել այս երեկոն այս զրույցը նորից կրկին ձեզ ուզում հատուկ շնորհակալություն հայտնել մենք ապագայում հույսով եմ նորից առիթ կներկայանա նորից կզրուցենք բայց ամեն դեպքում շնորհակալություն ձեր լավ խոսքերի համար նվիրված ուղղված մեր երիտասարդությանը եւ մեր ապագա սերնդին որոնց դուք հույս եք տալիս որ զբաղվեն ռազմական գործով մասնագիտանան սպասեն այն գեղեցիկ օրվան երբ մեր հայրենիքը կազատագրվի մենք պատրաստի բանակ ունենանք եւ ձեր ծառայության համար ձեզ շատ շնորհակալություն Thank you Աստված բոլորիս հաջողություն տա մեր ազգին էլ մի քիչ լուսավորի եւ մի քիչ մեզ խելք տա ես միշտ ասում եմ թող Աստված տա ամեն մարդու այն ինչ որ ինքը չունի Ես կարծում եմ որ մենք խելքի կարիք ունենք այսքանը որոնք են շնորհակալություն սիրելի հայրենակիցներ շնորհակալ եմ ձեզ որ այդ մեկ ժամ մնացիք մեզ հետ մինչև նոր հանդիպում շնորհակալություն